Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հունիսի 26-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք գործելով նախնական համաձայնությամբ իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով համացանցում տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ եւ քննչական պետերին վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում Հայաստանի վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս իրավապահ մարմինների ղեկավարներին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանների հաղորդման հիման վրա պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցել է հատկանիշներով նախաձեռնած քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեում, վարույթն առնչվում է Հայաստանի ֆինանսների նախարարին։ Հունիսի 17-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Պոլիկլինիկայի բուժքույրը կաշառք է վերցրել մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով։ Բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500,000 դրամ կաշառք։ Մի մասը կաշառքի պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Աշոտսկի բաժնի պաշտոնատար անձին կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար։ Մասնավորապես պարզվել է, որ Աշոտսկի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների Հայաստանի բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու եւ Աշոտսկ բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումը անխոչնդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերը նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ։ Հունիսի 24-ին Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկա Բանավանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտի եւ 45-ամյա Արտակի ու 16-ամյա Գեղամի հետ, որի ժամանակ էլ Արտակն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 24-ին բաժինը ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր մի քանի հանգամանքների մեղադրանքով։ Երևանի պարեկները Արցախի Պողոտայի եւ Գարեգին Նժդեի փողոցի խաչմերուկում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ, նրա անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ։ Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Խարբերդ գյուղի մատորի մոտ զենգզինամթերք է թողել, ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ինքնաձիգ հրացան 5.45 դրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ F1 տեսակի նռնակի պայթուցիչ տարբեր դրամաչափերի 233 փամփուշտ։ Հունիսի 26-ին տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Նա 27-ամյա Խորենն է, ով աշխատում էր ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտում որպես պարեկ։ Ըստ նախնական տեղեկությունների նա ինքնասպանություն է գործել։ Հունիսի 26-ին Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավենը իր վարածքի ամակնիշի ավտոմեքենայով հյուսիս-հարավ ճանապարհի դեռևս չհագործվող հատվածում վրայերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնություն, որը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Հունիսի 26-ին Երևանի Արտաշիսյան փողոցում բախվել են Lexus, Tesla եւ Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Lexus-ը կողաշրջվել է, 3 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Հունիսի 25-ին Վանաձորի Բանյոյի եւ Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենան եւ Zil մակնիշի բեռնատարը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունիսի 24-ին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչափուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։